Դպրոցն ավարտելուց մեծ եղբայրը նվիրել էր իրան ուրեմն ապարատ, ֆոտոապարատ եւ սկսել էր նկարել, նկարում էր իր բարեկամներին, հարազատներին, հարևաններին, սերը ուրեմն դեպի կինոն երևի օպերատորական այդ վարպետությանը սկսվել է հենց այդ ֆոտոապարատից։ Հետո Ներսիկ Հովանեսյանի հետ իրանք մի դասարանում են սովորել, նույնիսկ մի նստարանին են սովորել եւ Ներսիկը, որ նկարահանվել էր ֆիլմում, եկել պատմել էր անընդհատ, թե այնքան հետաքրքիր են այդ սյոմկաները եւ այլն, սա էլ էր սկսել կամաց-կամաց հրապուրվել կինոյով եւ ավարտելուց հետո էլ դպրոց ավարտելուց հետո ընդունվել էր աշխատելու Համո Բեկնազարյանի կինոստուդիան, դեռ հին տեղում էր այդ կինոստուդիան։ Ամենասև աշխատանքից սկսած ինքը լույսներ դրել, որ պատմում էր, ասում էր, «Էլեշկայի բրդում այսպես գնում էի», այո, ամեն ինչ կատարել է։ Հետո ինքը ընդունվել էր Մոսկվայի ուրեմն կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։ Այնտեղ ընդունվելուց հետ ժամանակ ինքը դեռ աշխատում էր կինոստուդիայում եւ նրան խորհուրդ էին տվել, որ ավելի լավ է հերակաբարինը դու ընդունվի, որովհետեւ այստեղ դու ունես գործ, որը շարունակելու ես եւ արդեն կճանաչվես։ Եվ պատկերացրեք, որ դա իսկապես արդարացրեց իրեն, որովհետեւ իր կուրսային աշխատանքը եղել է Մսյո Ժակը, իսկ արդեն դիպլոմային աշխատանքը եղել է Եռանկյունի ֆիլմը։ Երբ որ այն ովքեր հերակա չէին, դեռ նոր պետք է գնային ստուդիաներ, նոր պետք է ճանաչում ունենային, արդեն Սերգեյը փաստորեն աշխարհ եկավ արդեն մեծ կինոյի իր Եռանկյունի ֆիլմով։ Եվ դարձան 5 մկրտիչ մեր Եռանկյունում, չհաշված ինձ։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ 1, 2, 3, 4, 5, 10 Սա մեր քուրան է, մեր ձեռքերը Շաբաթ իրիկոն Ժամ 12-ի Սա մեր հիմնն է։ Դրանից հետո սկսեց նկարահանել Խաթաբալա ֆիլմը Յուրի Երզենկյանի հետ եւ այդ ֆիլմի ավարտից հետո էլ այդպես ստացվեց, որ մենք հանդիպեցինք կինոստուդիայում։ Ես շատ հեռու եմ կինոյից որպես, այսինքն մասնագիտությամբ մարդ, ես ինքս քիմիայի մասնագետ էի, այդ տարի ավարտում էի պետական համալսարանի քիմիայի ուրեմն ֆակուլտետը եւ մերձեցման այսպես երեկո էր համալսարանի ուսանողներին հրավիրել էին կինոստուդիայում, որպեսզի այնտեղի երիտասարդների հետ այսպես մերձեցում տեղի ունենա։ Եվ հենց այդտեղ էլ մենք հանդիպեցինք ուրեմն Սերգեյի հետ։ Շատ կարճ տևեց մեր այս հանդիպման պահը, ընդամենը 2 ամսից հետո մենք արդեն ամուսնացանք, մեկնեցինք Թիֆլիս կինոփառատոնի, այդտեղ տարել էինք ուրեմն Խաթաբալա ֆիլմը, այս նկարները հենց այդ կինոփառատոնին էին վերաբերվում եւ այնտեղ Սերգեյ ստացավ տարվա լավագույն օպերատորը համամիութենական։ Կարող եմ ձեզ մի պահ պատմել, որը ապացուցում է, որ ինքը պետք է անպայման օպերատոր լիներ։ Հենց դա այդ մեր հարսանիքի օրը, երբ որ մենք ԶԱԳՍ-ում արդեն մեր ստորագրությունները դրեցինք, ես խնդրեցի, ասեցի, արի անպայման գնանք եկեղեցի։ Չնայած ամբողջ ուրեմն հյուրերը սպասում էին անի ռեստորանում, խնդրում է, ասում է, չէ, մենք պետք է գնանք գոնե մոմ վառենք։ Դե ինքն էլ է ժամանակ պարտիական 70 թվական, ասում էր, ախր ես պարտիական մարդ եւ այլն, համոզեցի եւ մեր մեքենան փաստորեն ուրեմն առանձնացավ եւ մենք փախանք, գնացինք Էջմիածին։ Էջմիածի արդեն տաճարը փակվելու վրա էր եւ այնպես ստացվեց, որ մեր վեհապար Վազգեն առաջինը դուրս էր գալիս ուրեմն եկեղեցուց եւ գնում էր իր ուրեմն առանձնա այդ տունը։ Երբ որ տեսան դե հարսի շորով բան եւ այլն, նրանք կանգնեցին եւ Վազգեն առաջինը օրհնեց մեր ուրեմն պսակը, այո, ամբողջը պատահական բաներ ա եղել մեր կյանքում։ Հետո ասեց դե գնացեք մոմ վառեք։ Ուրեմն գնացինք, երբ որ մոմ վառելու, դե այնտեղ բազմաթիվ արդեն մոմեր կային վառված, ես տեսնում եմ, որ ինքը սենց զարմացած նայում է։ Ու ասում է դու ախ ափսոս
իմ կամերան հիմա ինձ մոտ չի, ասում ինչ ա եղել, ուրեմն իմ գեստի ուրեմն տակից ատլասի ուրեմն այդ պատկլատկա ուրեմն ասում են եւ այդ բոլոր մոմերի կրակը արտացոլվել էր եւ այնպիսի ուրեմն տեսք ա եղել, ասենք իմ գլուխը այրվում է այս բոլորի մոմերի մեջ, հասկանում եք, նույնիսկ այդ պահին ինքը ուրեմն ափսոսած, որ իր ձեռքին չկա այդ ուրեմն ֆոտո կամերան, որով նա կարող էր նկարել։ Դա ինչ է ասում, որ նա անընդհատ փնտրում էր շատ եզակի կադրեր, շատ հետաքրքիր կադրեր եւ նա չէր կարող օպերատոր չլիներ։ Հետո շարունակեց ինքը արդեն հնձան ֆիլմը, մեր ամուսնանալուց հետո Բագրատի հետ, Բագրատ Հովհաննիսյանի հետ ինքը նկարահանում էր հնձան ֆիլմը։ Իսկ մյուս ֆիլմը արդեն նկարահանեց նորից Հենրիկ Մալյանի հետ։ Ինձ թվում է լավագույն ֆիլմերն էին իր Հենրիկի հետ եւ Երանկյունին էր, եւ Կտորմը երկինքն էր, եւ Նահապետն էր։ Եվ ձեզ ասեմ մի բան, որ ինքը ընդհանրապես միշտ ասում էր ինձ ոչ թե վերջին արդյունքն է հետաքրքրում, ինձ process-ն է միշտ հետաքրքրում, այսինքն արվեստի մարդիկ երևի այնքան ոգևորություն են ապրում այդ process-ի ժամանակ, լիովին իրանց դնում են այդ process-ին եւ երբ որ գալիս է արդեն ավարտը, այսպես ասում լոկ մենք ծափահարություններով ենք հագենում, հասկանում եք, որ ֆիլմի ժամանակ երբ որ հնչում են այդ ծափահարությունները, նրանք իրանց շատ եւ շատ երջանիկ են զգում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Սերգեյը այդպիսի երջանիկ պահեր շատ է ունեցել, այդպիսի ոգևորություններ նա ունեցել է։ Ի վերջո, երբ ավարտում ես ֆիլմը, դա ոնց ձեզ ասեմ, ինչպես երեխան է ծնվում, հասկանում եք, այդպեսի հարազատ գործ է դառնում, հարազատ քեզ համար մի մարդ է դառնում։ Ֆիլմը եւ երեխան դա նույն բանն է, որովհետեւ կյանք ես դնում, սեր ես դնում, հասկանում եք, հուզմունք ես դնում, ապրում ես այդ հուզմունքով, իսկ երբ ավարտում է եւ ծափեր ես դու ստանում, եւ գնահատականն է ստանում ամենալավագույն, իսկ այդ ֆիլմը ստացավ լավագույն գնահատականը, մենք փառատոներում մասնակցեցինք, հասկանում եք, եւ դու արդեն զգում ես, որ ինչքան լավ է, որ դու տանջվեցիր, գիշեր-ցերեկ քունչ ունեցար, որովհետեւ ֆիլմ նկարահանելը դա հանգիստ կյանքի գործ չէ, սա պետք է տառապես եւ իզուր չանցավ տառապանքները։ Սրտի Հենրիկի հետ ուրեմն Կոմիտաս ֆիլմը չկարողացան ուրեմն սկսել, հետո ուզում էին Կարոտ ֆիլմը նկարել, այդպես էլ չստացվեց, եւ Հենրիկը առաջարկեց, որ ես ասեց ինքը շատ ուրեմն մի ֆիլմից դեպի մյուս ֆիլմը անցնել ինձ համար շատ մեծ ժամանակ է պահանջում, ինքը սցենարի վրա էր աշխատում շատ երկար եւ այլն, արի դու սկսի առանց ինձ ուրեմն բանը Գիգոր կինոնկարը որպես ռեժիսոր եւ այդպես ուրեմն Սերգեյը սկսեց իր ռեժիսորական աշխատանքը եւ վերջի ուրեմն այդ 3 ինքը որոշել էր որ Հենրիկի հետ պետք է լինի նա օպերատոր իսկ մնացածը արդեն ինքը որպես ռեժիսոր է հանդես գալու նկարեց Գիգոր կինոնկարը հետո Ջերմական ուժներն էր եւ վերջի արդեն կինոնկարը Պատանտներ ֆիլմներ 90 թվականներին երբ որ արդեն 91-ին նա ավարտեց Պատանտներ ֆիլմը դրանից հետո ոչ մի ֆիլմ չնկարեց
Դե մենք բոլորս գիտենք ինչ տեղի ունեցավ մեր արվեստի հետ, մեր կինոյի հետ եւ այլն, ուներ ծրագիր, շատ մեծ ծրագիր, ինքը ուզում էր նկարեր ֆիլմ Ղարաբաղյան պատերազմի, բայց ոչ թե պատերազմը ցույց տալ, այլ երկու ժողովուրդների հարաբերությունները այդ պատերազմի ժամանակ, այո։ Նույնիսկ Ռուստամ Իբրագիմբեկովի հետ էր նա ուզում, որ կարողանան այդ ֆիլմը ուրեմն անեն, բայց չստացվեց։ Դա էլ չկարողացավ իրականացնել։ Ցավում եմ, որովհետև ինքը դեռ շատ եւ շատ անելիքներ ուներ այդ ասպարեզում։ Ընտանիքում ինչպիսին էր։ Գիտեք ինչ, ինքը շատ սիրում էր իր ծնողներին, իր հարազատներին, անչափ սիրում էր իր ընտանիքին, երեխաներին։ Եվ այնքան լի էր ինքը սիրով եւ այլն, որ հասկանում եք, այդ մի սերը ոնց որ բոլորին բավական լիներ, բարեկամներին, հարազատներին, հարեհաս ոնց որ ինքը անձնավորություն էր։ Հեշտ էր նրա հետ։ Շատ հեշտ էր նրա հետ։ Նա այսպես տանը նստած մարդ չէր, որ ասենք նստեր միայն հեռուստացույցով եւ այլն, չէ։ Նա սիրում էր շրջապատ, սիրում էր կերուխումեր, այո, ընկերական շատ մեծ շրջապատ ուներ եւ անցյալ օրվա ինձ թվում է, որ երբ մենք նշեցինք այդ 70-ամյակը, դահլիճում գտնվում էին այն մոլոր մարդիկ, որոնք մեծ սիրով լսելով եկել էին, այո, նրա հոբելյանին։ Գիտեք, ինչ դա ոչ միշտ է լինում, որ մարդուն մահուց հետո կարող են ուրեմն այդքան մարդիկ հիշել եւ գալ, բայց այդ բոլոր մարդիկ եկան եւ ես այնքան շնորհակալ եմ։ Սկսում ենք երեկոն նվիրված Սերիկ Իսրայելյանի 70-ամյակին, որտեղ գիտեք ինչ, ինքը մեզ համար, ես համոզված եմ իմ ընտանիքի համար, ինքը կա։ Նույնիսկ կինոմիությունում, այլ մեր աշխատողները չեն խաբի, մեզ մեկ-մեկ թվում է, որ ինքը հիմա դուռը բացել է մտնի, իր շպիտով, իր բարձր ձայնով, կամ հիմա իր արջի քայլվածքով կգար կանգներ ստեղ մեր կողքը եւ կասեր իր ջերմ խոսքերը, դուք լսեցիք իր